Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը COVID-19 եւ կանանց վրա հիվանդության ազդեցության վերաբերյալ առցանցային հանդիպմանը դիմել է ամերիկացի կին ընտրողներին։ Օրերս Բայդենը ստացել է 2016 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինտոնի աջակցությունը։ Բայդենը հանդես եկավ մի շարք քաղաքական առաջարկներով, ներառյալ ոչ միայն կորոնավիրուսի անվճար թեստավորումն, այլև անվճար բուժումը։ Նա նաև խոսել է կանանց վրա համաճարակի ազդեցության մասին։ Ըստ Բայդենի միլիոնավոր կանայք կորցրել են իրենց աշխատանքը կամ նրանց ժամերը կրճատվել են։ Նրանք առերեսվում են լուրջ մարտահրավերների հետ, նշում է փոխնախագահը։ Նա մատանշել է կորոնավիրուսի դեմ առաջնագծում պայքարող կին բժիշկներին, բուժքույրերին, երեխաների խնամքով զբաղվող աշխատակիցներին եւ մթերային սպասարկման ոլորտի սպասավորներին, ընդգծելով աշխատողների համար նվազագույն աշխատավարձի $15 չափաբաժնի հաստատման անհրաժեշտությունը։ Նախկին փոխնախագահը խստորեն քննադատեց Թրամփի վարչակազմին Օբամաքեյրը չեղյալ հայտարարելու, ինչպես նաև կարիքավոր ընտանիքների սննդի օգնությունը կրճատելու համար։ Քլինտոնի աջակցությանը Բայդենին նախորդել էր Սենատի նախկին աշխատակցու մեղադրանքը ուղղված փոխնախագահային սեռական ոտնձգության մեջ 1990-ականներին, երբ նախկին փոխնախագահը Դելավեր նահանգից ընտրված սենատոր էր։ Բայդենը հերքել է այդ մեղադրանքները։ Նա ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հորդորել է օգնություն ստանալ, դիմելով ընտանեկան բռնության վերաբերյալ ազգային թեժ գիծ։ Արամ Ավետիսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։